Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1178-րդ օրն է։ Շատ կարևոր նորություններ կան ռազմաճակատից եւ քաղաքական ճակատից։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանները ոչնչացրել են ռուսական զենքի եւ ռազմական տեխնիկայի ավելի քան 370 միավոր, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը ցանկանում էր հարվածել Կիևին, հզոր պայթյուններ տեղի ունեցան Մոսկվայի մարզում եւ Ղրիմում։ Գիշերը արտակարգ իրավիճակի պատճառով կորցրել ենք F-16 ինքնաթիռ եւ իհարկե ձեզ կհայտնենք Ստամբուլի բանակցությունների շուրջ եղած քաղաքական իրավիճակի մասին։ Մինչ մեր եթերի թեմաներին անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար, շնորհակալ եմ ձեր լայքերի, մեկնաբանությունների եւ եթերների տարածման համար։ Ձեր օգնությունը ռուսական քարոզչության դեմ մեր պայքարում անգնահատելի է։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվորեն լայքել եւ տարածել մեր եթերը։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում, մեր բոլոր սոցիալական ցանցերի հղումները նշված են մեր բոլոր եթերների նկարագրության մեջ։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 165 մարտական բախում, ինչպես եւ 3 մարտերի կեսը անցել է Պոկրովսկի ուղղությամբ։ Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ավիացիան, հրթիռային ուժերը եւ պաշտպանության ուժերի հրետանին հարվածներ են հասցրել 9 տեղամասերի, որտեղ կենտրոնացված էին թշնամու անձնակազմը, զենքն ու ռազմական տեխնիկան։ Վերջին 24 ժամվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ տեղի ունեցել 14 ռազմական բախում։ Մեր Telegram-յան ալիքում մենք ունենք ռազմաճակատում ուկրաինացի զինծառայողների աշխատանքի հրաշալի կադրեր։ Այսօր մայիսի 16-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել բռնակցված Ղրիմի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Ըստ Օսինտ վերլուծաբանների Պերևալնոյեում տեղակայված Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 126-րդ բրիգադի եւ 8-րդ հրետանային գնդի ռազմական օբյեկտները խոցվել են։ Խոցված օբյեկտները շարունակում են այրվել եւ պայթել։ Նաեւ այսօր առավոտյան Մոսկվայի մերձակայքում գտնվող Պադոլսկ քաղաքում պայթյուններ են որոտացել մեքենաների փորձարկման կայանի պահեստներում։ Համացանցում հայտնվել են պահեստի հրդեհի տեսանյութերը։ Այստեղ նույնպես շարունակվում են այրվել եւ պայթել։ Այնտեղ նույնպես հրդեհը շարունակում է եւ կան պայթյուններ։ Մեր Telegram-ում այս բոլորը կա, կարող եք վայելել։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր թշնամու ընդհանուր մարտական կորուստները գնահատվում են մոտավորապես 971,690 զավթիչ։ Ուկրաինական զորքերը մեկ օրում ոչնչացրել են 1100 ռուս զավթիչ եւ 372 միավոր հակառակորդի զինտեխնիկա։ Ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են մոտ 1100 կիլոմետր երկարությամբ առաջնագծի երկայնքով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստի ժամանակ։ Երեկ երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել էր, որ ռուսական զորքերի հարձակումը ընթանում է 10 ուղղություններով, բայց ինչպես տեսնում եք, ռուսական հարձակումների միակ արդյունքը մեծ կորուստներն են Պուտինի զորքերին։ Ուկրաինայում բոլոր խաղաղ բնակիչները գտնվում են մշտական հարձակման վտանգի տակ, սակայն ամենադժվարը առաջնագծի եւ Ռուսաստանի սահմանակից խաղաղ բնակչության համար է։ Ռուսները առիթը բաց չեն թողնում խոցելու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում, վիրավորվում եւ ունեցվածք կորցնում։ Սա Պուտինի զորքերի բնորոշ ոչն է։ Իդեպ Կուրսկի եւ Բելգրադի մարզերում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները նույնպես տուժում են ռուսական բանակի թալանից եւ բռնությունից։ Այս մասին տեսանյութեր կան մեր Telegram-յան ալիքում։ Մայիսի 16-ի գիշերը ռուսները հարձակվել են Ուկրաինայի վրա 112 շահեդ տիպի դրոններով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել է թշնամու 109 դրոն։ Հակառակորդի հարձակման արդյունքում տարբեր աստիճանի տուժել են Օդեսայի, Ժիտոմիրի, Չեռնիգովի, Նիկոլաևի եւ Կիևի մարզերում։ Ինչպես ասացի հաղորդման սկզբում, ուկրաինական F-16 կործանիչ են կորցրել, որը կատարում էր թշնամու օդային հարձակումը հետ մղելու առաքելություն։ Ըստ հաղորդագրության արտակարգ իրավիճակ է ստեղծվել ինքնաթիռում, ինչը հանգեցրել է կործանիչի կորստին։ Օդաչուն կատապուլտի օգնությամբ փրկվել է։ Օդաչուի առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է անվտանգ վայրում, նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։ Հանձնաժողով է կազմվել, որը բոլոր հանգամանքները օբյեկտիվորեն պետք է պարզաբանի։
Նորությունների բլոկը սկսենք Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների մասին տեղեկությամբ։ Կիևում իրավապահները բերման են ենթարկել Ադրբեջանի 2 քաղաքացու, որոնք դանակով հարձակվել են Թուրքիայի քաղաքացու վրա եւ նրանից հափշտակել $4500 եւ 2 հեռախոս։ Այս մասին ուրբաթ մայիսի 16-ին հայտնել է Կիևի քաղաքային դատախազությունը, 2 հարձակողների նկատմամբ էլ արդեն խափանման միջոց է կիրառվել, կալանք առանց գրավի։ Նման հանցագործությունների համար հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ 8-ից 15 տարի ժամկետով եւ գույքի բռնագրավմամբ։ Այսպիսի հյուրեր պատերազմող երկրում, Անցնենք քաղաքական լուրերին։ Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինը ձգձգում է ժամանակը Ամերիկայի կողմից հնարավոր պատժամիջոցները հետաձգելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Զելենսկու խոսքով Պուտինի այսպես կոչված պատրաստակամությունը բանակցություններին նպատակ ունի միմիայն ձգձգել ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը։ Թուրքիայում Ուկրաինայի պատվիրակության մանդատը վկայում է Կիևի պատրաստակամության մասին կրակի դադարեցման ուղղությամբ, սակայն նույնը չի կարելի ասել Ռուսաստանի պատվիրակության մասին։ Ըստ Զելենսկու, Ռուսաստանի համար պատերազմի ավարտի հիմնական խթանը պետք է լինեն պատժամիջոցները։ Նախագահ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան իր ներկայությամբ եւ պատվիրակության մակարդակով ցույց է տալիս խաղաղության հասնելու պատրաստակամությունը, մինչդեռ Ռուսաստանը չունի այն զգացողությունը, թե պատերազմը պետք է ավարտվի։ Ռուսական պատվիրակությունն ամենավերջին պահին իմջելոց պահանջել է, որ ամերիկացիները չմասնակցեն Ստամբուլում նախատեսված հանդիպմանը։ Հետաքրքիր է ինչ են ցանկանում թաքցնել Թրամփից։ Չնայած ինչ էլ թաքցնեն, Թրամփը ցույց է տալիս, որ եթե Պուտինը ցանկանում է հետաձգել սանկցիաները Ամերիկայի, Թրամփն էլ իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ նույնիսկ չի պատրաստվում այդ պատժամիջոցները մտցնել, Անդրեյ Երմակն է հայտարարություն արել ռուսական պատվիրակության դիրքորոշման մասին։ Մեջբերեմ ռուսների բոլոր փորձերը այսօրվա օրը կապել 22 թվականի հետ արդյունք չեն տալու։ Այս մասին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցություններից անմիջապես առաջ։ Մեջբերեմ ռուսները ուզում են այս բանակցությունները ասոցացնել 22 թվականի հետ, բայց միակ բանը, որ իսկապես կապ ունի 22 թվականի հետ, դա Ստամբուլ քաղաքն է, ու այլ ոչինչ, նշել է Երմակը։ Միևնույն ժամանակ Ստամբուլում Ուկրաինայի, Թուրքիայի եւ Ամերիկայի պատվիրակությունները քննարկել են խաղաղության հասնելու ուղիները, ռազմագերիների ազատումը եւ երեխաների վերադարձը։ Մարկ Ռյուտեն նորից է անդրադարձել Ստամբուլի թեմային, Պուտինը սխալվել է։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, խոսելով Ռուսաստանի պատվիրակության Ստամբուլ ուղարկած ցածր մակարդակի կազմի մասին։ Ռյուտեն, ով ժամանել է Տիրանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, հայտարարել է, որ դա Պուտինի կողմից լուրջ սխալ է։ Ռուբիոն իր հերթին հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցություններում առաջընթաց ակնկալել պետք չէ։ Նա նաեւ ընդգծել է, որ ինքը չի մասնակցի բանակցություններին, քանի որ Ռուսաստանը ուղարկել է ամենացածր մակարդակի խմբակ։ Սա ցիտում էր։ Ռուբիոյի կարծիքով միայն Թրամփի եւ Պուտինի հանդիպումը կարող է իրական արդյունք տալ։ Թրամփը իր հերթին վերադառնալով Վաշինգտոն, Պարսից ծոցի երկրներով շրջագայությունից հետո հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության դիկտատոր Վլադիմիր Պուտինի հետ, հենց որ հնարավոր լինի կազմակերպել հանդիպումը։ Զգում եք, չէ՞, որ եւ Պուտինը եւ Թրամփը ժամանակ են զոհում։ Սա հերթական զիջումն է Թրամփի կողմից Պուտինին, ամենայն հավանականությամբ նա փորձում է իրեն ներկայացնել որպես խաղաղարար, սակայն շատ հավանական է, որ նորից բախվի Պուտինի նոր ժամանակ ձգելու հնարքին։ Գերմանիայի նոր կանցլեր Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է եւ կընդունվի երեքշաբթի օրը։ Նա հավելել է, որ Պուտինը հրաժարվելով Ստամբուլ մեկնելուց իրեն դնում է անհարմար խոցելի դրության մեջ։ Հետաքրքիր է ինչ քայլեր կձեռնարկի Թրամփը Մերցի այս նպատակի մասով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը մեղադրել է ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին հրադադարի գործընթացին խանգարելու մեջ, երբ վերջինս հրաժարվել է մասնակցել Ստամբուլի բանակցություններին։ Այս մասին գրում է Guardian-ը։ Բրիտանիայի ղեկավարը շեշտել է, որ Պուտինը չի կարող իրեն թույլ տալ խաղալ խաղեր այն առաջարկի շուրջ, որը նախատեսում է 30-օրյա անվերապահ հրադադար եւ արդեն ստացել է Ամերիկայի եւ Ուկրաինայի աջակցությունը։ Երեկվա մեր եթերում ես ասացի, որ ամենակարևորը այս պահին մեր դաշնակիցների միասնական գնահատականն է, ինչպես տեսնում ենք Թրամփը մի փոքր առանձնանում է։ Մինչ մեր եթերի պատրաստման պահը միայն Մակրոնն է լռում, մնացած բոլոր դաշնակիցները արդեն գտել են ձև իրենց վերաբերմունքը արտահայտելու
Պուտինի վախկոտ պահվածքի նկատմամբ, նույնիսկ Թրամփի տարօրինակ հայտարարությունները ակնարկում են այն մասին, որ Ստամբուլի բանակցությունները այնպիսին չեն, ինչպիսին նախատեսվում էր, իմիջիայլոց հենց Թրամփի նախատեսումն էր, այնինչ պիտի կայանար Ստամբուլում, բայց Պուտինի արարքը հենց առաջին հերթին Թրամփին է նվաստացնում։ Սպասենք զարգացումներին։ Եվ մեր հաղորդման պատրաստման վերջին պահին ստացանք թարմ լուրեր Ստամբուլից, ինչպես սպասում էի, ոչ մի կառուցողական բան տեղի չունեցավ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի կողմից ներկայացված պահանջները բանակցություններում անիրատեսական են եւ դուրս են գալիս այն շրջանակներից, որոնք նախապես քննարկվել էին, այս մասին հայտնում է Reuters-ը իր աղբյուրներին հղում անելով։ Ուկրաինացի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ստամբուլում Ռուսաստանի պատվիրակությունը պահանջում է Ուկրաինայից դուրս բերել զորքերը իր տարածքից հրադադարի համար, ավելացնելով, որ ռուսական պահանջները ներառում են նաև այլ ոչ սկզբնական կետեր։ Հիշեցնեմ, որ սկզբնականը ուկրաինական կողմից դա պետք է լիներ հրադադարի պայմանավորվածությունը։ Փաստորեն Ռուսաստանի կողմից ներկայացված անդրամաբանական պահանջը դուրս բերել ուկրաինական զորքերը այն տարածքներից, որոնք Ռուսաստանը չի կարողացել գրավել, ռազմական ճանապարհով որպես նախապայման հրադադարի ռեժիմի համար, միաժամանակ հանդիսանում է նաև PR քայլ Ռուսաստանի ձևեր թափելու համար եւ նաեւ բանակցությունները ձգձգելու փորձ է։ Մեր եթերի պատրաստման պահին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը այլևս չի անցկացվում։ Reuters-ի եւ CNN Թուրքի վարկածով Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները կարող են դադար վերցնել բանակցություններում։ Նախագահ Զելենսկին Ալբանիայից արտահայտվել է տեղի ունեցածի վերաբերյալ։ Ստամբուլում Ռուսաստանի պատվիրակության մակարդակը չի տալիս լիազորություններ որոշումներ ընդունելու համար Ռուսաստան Միաժամանակ Ուկրաինայի բանակցությունների առաջնահերթությունը անշուշտ հրադադարի հաստատումն է ու դիվանագիտական հիմքերի ստեղծումն է, նշում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեջբերեմ, ես պատրաստ էի անձամբ հանդիպել Պուտինի հետ Անկարայում կամ Ստամբուլում բոլոր էական խնդիրները լուծելու համար, բայց Պուտինը դրան չգնաց։ Ավելին, տեսնում ենք, որ Ստամբուլ ժամանած ռուսական պատվիրակությունը շատ ցածր մակարդակի է, նշել է Զելենսկին։ Եթե պարզվի, որ ռուսական պատվիրակությունը պարզապես թատրոն է, ապա աշխարհը պետք է արձագանքի, ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ Ռուսաստանը Ստամբուլի բանակցությունների համար ուղարկել է նույն անձանց, ինչ 22 թվականին, սա նշանակում է, որ Մոսկվան չի փոխել իր հիմնական մոտեցումը։ Եթե ռուսական պատվիրակությունը չի կարող համաձայնության գալ հրադադարի հարցում, ապա ակնհայտ է, որ Պուտինը չի ցանկանում պատերազմը դադարեցնել։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Ալբանիայում կայացած գագաթնաժողովում։ Ուկրաինան եւ Ամերիկան պետք է մնան առավելագույնս համակարգված Ստամբուլում հանդիպման ցանկացած արդյունքի դեպքում, ավելացրել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինան պատրաստ է ձեռնարկել բոլոր իրատեսական քայլերը այս պատերազմը դադարեցնելու համար։ Մեջբերեմ, ես կոչ եմ անում Պուտինին իր պատվիրակությանը տալ իրական լիազորություններ, նշել է Զելենսկին։ Դե ինչ պարզ է, որ Ստամբուլի բանակցություններ կոչեցյալը բեմադրություն էր Պուտինի կողմից Թրամփին մատների վրա ֆռացնելու համար։ Սպասենք նոր զարգացումների, հիշեցնեմ, որ բոլոր նորությունները այս եւ այլ կարևոր թեմաներով կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Այսօրվա համար այսքանը, վաղը հուսանք ավելի որոշակի իրադարձությունների կառերեսվենք։ Մեր լսարանին լավ երեկո եմ մաղթում, պայքարը շարունակվում է, հաջողություն ձեզ, ամենալավն ու բարին։